Իսկ աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճ է գրանցվում մասնագետների գնահատմամբ, եթե 2025 թվականին միջազգային շուկաներում շարունակվեն տնտեսական շոկերը, հակամարտությունները կամ կենտրոնական բանկերի քաղաքականությունը, ոսկու գները կարող են բարձրանալ մինչև $3,300-ից $3,700 31 գրամի դիմաց։ Այս աննախադեպ գնաճը տնտեսագետները կապում են Միացյալ Նահանգներ-Չինաստան տնտեսական պատերազմի հետ։ Թրամփի վարչակազմի առաջին քայլերը վերում են միջազգային նոր տնտեսակարգի ձևավորման, այսինքն այն տնտեսակարգը, որը մինչև հիմա կարող է ոչ միայն զարգացող երկրների համար ձեռնտու չէ, այլ նաև զարգացած երկրների եւ հատկապես առաջատար։ Դոլարի արժեզրկումը, պատերազմները, նաև առևտրային պատերազմի սպասումները կարող են շարունակել բարձրացնել ոսկու պահանջարկը, տնտեսագետներն ասում են, այդուհանդերձ կենտրոնական բանկերի ոսկի գնելու քաղաքականությունը, հատկապես Չինաստանում եւ Ռուսաստանում, նպաստում է ոսկու պահանջարկի բարձրացմանը։ Տարբեր երկրներ Միացյալ Նահանգների սպառման մակարդակով կարողացել են շատ ուրեմն հարստանալ։ Հոգուտակել հիմա բոլոր բանակներում Թրամփը լինելով բիզնեսի ձեռներեցյան աշխարհի բար ներկայացուցիչ, ինքը պաստորեն դա համարում ոչ ճիշտ, որը առաջացնում ամբողջ աշխարհի կտրվածքով բացատուկային մեծ պատերազմ, ինչը ըստ էության վտանգելու է ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ վտանգելու է բոլոր ուրիշ երկրներին։